Դուք գիտեք, որ Ադրբեջանում չկա բնություն։ Ադրբեջանի ամենալավ բնությունը դա մեր թողած Շահումյանի շրջանն էր, հիմա արդեն Արցախը նվիրեցինք իրենց եւ Արցվաշենն է։ Մնացածը լրիվ անիմաստ բնություն ունեցող երկիր է, քար ու քռա։ Դրա համար իրենց աչքը անպայման լինելու է մեր այն ամենասիրուն տարածքների վրա, ինչի համար մենք պայքարելու ենք, ոչ մի 300,000 ադրբեջանցի չենք թողելու մտնեն Հայաստան, մենք ցույց տվեցինք դրա անելու ձևը, մենք հենց առաջի օրը օրենք ենք ընդունելու, օրենքի անունը դրել ենք Սաֆարովի կանխարգելման օրենք, որ ադրբեջանցիները հնարավորություն չունենան սկզբից զավթեն մեր սահմանամերձ գյուղերը, դրանից հետո դուք լավ գիտեք, դուք ապրել եք ադրբեջանցիների կողքին, շատ արագ բազմանալով երկրի ներսում, հենց ունեցան քանակային ինչ-որ լուրջ թվեր, իրենք պահանջելու են եւ շատ հեշտ հասնելու են ընդամենը մի հատ ռեֆերենդումով լուծելու են մեր պետության խնդիրները։ Մենք հենվում ենք Ադրբեջանի իշխանությունների արած հայտարարություններին։ Իրենք անում են հայտարարություն, որ պայմաններից մեկը 300,000 ադրբեջանցիների վերադարձն է իրենց պատմական հայրենիք, այսինքն մենք համարվում ենք ադրբեջանցիների պատմական հայրենիքը։ Իրենք իրենց հայրենիքը չունեն։ Հիմա ստացվում է, որ աչքները դրել են մեր երկրի վրա ու համարում են, որ էսի է իրանց պատմական հայրենիքը։ Բոլոր մարդիկ պետք է սխալները ուղղեն, որովհետև նորից չարիք կբերի մեր երկրի գլխին։ Այ մենք շուտով ամեն օր մեր ժողովուրդը իր մաշկի վրա կզգա նոր սխալ քայլերի հետևանքները։ Դրա համար ժողովուրդ ջան, դուք պետք է շատ ակտիվ լինեք, շատ ագրեսիվ լինեք, որովհետև բացի մեզանից, մեր ուժից չկա այնպիսի ուժ, որ կարողանա գոնե մոտենա այս խնդրի լուծմանը։ Միայն մենք ձեզ հետ կարող ենք ճանապարհել այս մարդուն, ինքը ես տեսնում եմ շատ մեծ հակումներ ունի դեպի Ադրբեջան գնալուն, չնայած ես ցանկանում եմ, որ ինքը վայելի իր ունեցվածքը Կանադայում, բայց տեսնում եմ աչքը միևնույն է Ադրբեջանի վրա է։ Բայց թող գնա Ադրբեջանում ինքը կլինի շատ էֆեկտիվ Հայաստանի համար։ Կսկսի զբաղվել Ադրբեջանի տուրիզմով, ջնջի Ադրբեջանը, գոնե մի հատ լավ բան անի մեր երկրի համար։